Որպեսզի շատերը չկարծեն, թե ես իմ պրինցիպների պատճառով բաց թողեցի իր առարկան եւ գիտելիք չստացա, ասեմ, որ ես այդ կիսամյակի ընթացքում եւս մեկ դասի եմ մասնակցել։ Ու գիտեք, այդ դասին ավելի աբսուրդային խոսակցություն եղավ։ Դասախոսս չգիտեմ ինչի որոշեց, որ իր կարծիքը պիտի պարտադրի մեզ ու ասում էր, որ բոլոր տղամարդիկ դավաճանում են։ Եկեք ֆիքսենք, դասախոսը սկին էր։ Ասում էր, որ բոլոր տղամարդիկ դավաճանում են եւ դա նորմալ է։ Ասում էր տղաների ներկայությամբ։ Արդեն գուշակում եք, չէ՞ ինչ եղավ։ Ես իհարկե սկսեցի նորից չհամաձայնել։ Հազիվ մի դասի գնացել էի, նորից կռվեցի։ Խնդիրը գիտեք որն է, որ ինքը այդ կարծիքը պարտադրում էր մեզ։ Ասում էր, եթե դուք հիմա ստեղ նստած եք, դուք ունեք ընկեր կամ ամուսին նշանած։ Մեր վստահ եղեք, որ ինքը հիմա ձեզ ճանապարհեց տուն, հետո անպայման գնալու է իր սիրուհու մոտ։ Այդ աբսուրդը իմ ուղեղի մեջ չէր տեղավորվում։ Մի քանի աղջիկներ կային իմ հետ համաձայն, իհարկե մենք բոլորով հակադարձում էինք իրեն։ Ինքը իհարկե ոչ մի բան չէր ընդունում։ Ասում էր, որ մենք դեռ փոքր ենք, ամեն ինչ ռոմանտիզացնում ենք, կմեծանանք, կհասկանանք։ Իհարկե ես պնդում էի, որ եթե տղամարդը ուզի կդավաճանի, եթե չուզի չի դավաճանի, դա չի նշանակում, որ բոլորն այդպիսին են։ Այդ դասից հետո վերջնականապես ես որոշեցի, որ այդ դասախոսի դասերին այլևս չեմ մասնակցելու։ Էս էլ երկար սպասված մաս երկրորդն էր, եթե հետաքրքիր էր, անպայման բաժանորդագրվեք իմ էջին։